Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ձեռք բերում, որը հնարավորություն տվեց համայն աշխարհին մեծ պատվով ներկայացնելու հայ մշակույթն ու ավանդապաշտ գյումրեցուն վայել ջերմությամբ ընդունելու հարյուրավոր օտարերկրացի հյուրերի։ Այս առիթով գյումրեցիներին շնորհավորելու է եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Կուսակցության առաջնորդը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ նախ շրջում է քաղաքապետարանի շենքով, ծանոթանում կատարված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։ Քաղաքապետարան կատարած շրջայցից հետո Գագիկ Ծառուկյանն այցելում է Գյումրու 7 վերք եկեղեցի։ Հենց ԲՀԿ առաջնորդի աջակցությամբ է, որ այս տարի բարեկարգվել ու կանաչապատվել է տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող եկեղեցու հարակից տարածքը։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված 15 միլիոն դրամի շնորհիվ Գյումրու խորհրդանիշներից մեկը հանդիսացող եկեղեցին արդեն միանգամայն նոր տեսք ունի։ Սրբազանի կողմից շնորհակալություն ենք հայտնում։ Բարեկարգել ես այստեղ 7 վերք եկեղեցին, Գյումրի քաղաքի ժողովրդի համար թող Աստված երկար կյանք տա, քեզ ընկերներից մեր հայ ժողովրդին։ Բարի ես եկել։ Աստված պահպան։ Նույնիսկ երկրաշարժից առաջ խորհրդային միության տարիներին եկեղեցու տարածքը այս աստիճան բարեկարգված չի եղել որևէ մի ժամանակ։ Պարոն Ծառուկյանը միշտ առաջի տեղում է որպես բարեգործ։ Իսկ դա մոռանալ, դա արամարել, դա չասել, դա չշեշտել, դա ուղղակի մեղք է։ Խորհրդանշական է, որ հենց այցելության պահին եկեղեցուն պսակադրության արարողություն էր ընթանում։ Հարազատների ցանկությամբ Գագիկ Ծառուկյանը միանում է նորաստեղծ ընտանիքի պսակադրությանը, իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները հղում նրանց։ Բարև ձեզ։ Մեծաջան շնորհավորում ենք, հարջան շնորհավորում ենք, բախտավոր լինեք, երջանիկ լինեք, ինչ որ նպատակներ ունեք, կյանքում թող իրականացի տալ։ Դե իմ նվերը հիմա մի 5 րոպեից կբերեն, իմ կողմից թող դա հաջողություն, երջանկություն բերի ձեր ընտանիքին։ Դա պատահական է, իհարկե սա որոշված չէր։ Մենք եկել էին այստեղ տեսնելու կատարած գործերի հետ կապված ու Աստծու կամոք հանդիպեցին։ Մենք շնորհավորում ենք ձեզ։ Եկեղեցու ներսում մոմավառությունն ու առաստված բարձրաձայնածաղոթքը գյումրեցիներին փորձություններից պաշտպանելու եւ զորավիք լինելու համար է։ Հանրապետության երկրորդ քաղաքում Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանգրվանը Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջն է։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև աղջիկ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Դեռևս 2011 թվականին կրթօջախի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Գյումրի կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը անտարբեր չէր մնացել կրթօջախի անմխիթար պայմանների հանդեպ ու խոստացել կարճ ժամանակ անց խարխլված փայտաշեն կառույցներին կփոխարինի ժամանակակից սարքավորումներով համալրված բոլորովին նոր մարզաբազան։ Այս տարի արդեն կսկսենք դպրոցի շինարարությունը այդ քոլեջում, քանի որ դա օլիմպիական է։ Եթե դուք այդ պայմաններում եք կարողացել այդպիսի արդյունքներ տալ, առավել ևս առնվազն 15 օրից արդեն այդ շինարարությունը կսկսի, որ կարողանաք դուք մեր երեխաներին կրթեք, դաստիարակեք, մարզեք, կարողանան նրանք ամբողջ աշխարհում մեկ մասնակցեն եւ մեր հայազգի պատիվը մարզաշխարհում բարձր պահեն։ Պարոն Ծառուկյանը տեսնելով մեր արդյունքները, ինչ արդյունքներ ենք ունեցել 25 տարվա ընթացքում, անմիջապես որևէ առանց որևէ բանի, անմիջապես կասկածների ասեց, որ մի նոր համալիժ կկառուցենք օլիմպիական քոլեջի համար։ Նույն տարածքի մեջ։ Եվ շինարարությունը 15 օրից սկսեցին։ Կոնկրետ այս կառույցի կարիքը շատ մեծ էր այս կոլեջի։ Եթե այս կոլեջը իր գործունեության ընթացքում 312 անգամ մինչև այսօրվա դրությամբ դրոշ է բարձրացվել աշխարհի տարբեր երկրներում, ուրեմն այս կառույցի մեջ ավելի լավ արդյունքներ կլինի։ Ինչպես եւ սպասվում էր, խոսքից գործի անցնելու համար երկար ժամանակ չպահանջվեց։ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ լայն թափով մեկնարկեցին մարզաբազայի կառուցման աշխատանքները։ Գործի զգալի մասն այսօր արդեն ավարտին է հասցվել։ Ներքին հարդարման աշխատանքներից հետո մոտ ապագայում արդեն գյումրեցի մարզիկներն իրենց հմտությունները զարգացնելու հնարավորություն կունենան ավելի քան 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող այս մարզաբազայում։ Հիմա այս մասը մենք կտրում ենք արդեն։ Ստեղից կկտրվի արդեն այս մասը Սիկյանի դահլիճը, վերևից մեր եկեղեցի պատվանները պատասխանելու փոխարինի։ Այո, ստեղ տրիչնալի կամ շուրջ այո, մասը վարկային կողմը։ Այն կողմը կեշտանդեղ աշտեն կացելնին մասը։ Ու ես կո ռազիվալկը կտիշեհոյ ռազիվալկա տիշեհոյ։ Նմանօրինակ ուշադրությունը Գյումրի քաղաքի նկատմամբ ամենևին էլ պատահական չէ։ Այն յուրօրինակ սպորտի դարբնոց է, քանզի այսօր բազմաթիվ գյումրեցի մարզիկներ միջազգային ամենահեղինակավոր մրցասպարեզներում ներկայացնում են Հայաստանն ու նվաճում ամենաբարձր տիտղոսներ։
Ուրեմն անպայման սեպտեմբերին արդեն բացել ենք շինարարնել այստեղ, որը արդեն ամեն Եվ գույքով, եւ հյուրանոցով, ամեն պայմաններով։ Հենց տակերն ընկավ անմիջապես, իր ամեն ինչով։ Գծագրով, հյուրանոցային կոմպլեքսով, հրաչ։ Իր ասենք թե սարքավորումներով, որ անպայման սեպտեմբերին օլիմպիական շենքեր սա էլ ենք բացել։ Եղավ։ Բերեք նա ծապը հարենք։ Ու շնորհակալություն ասենք։ Այս ու շարին մերին քուկտե վերել։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Գագիկ Ծառուկյանի աշխատանքային այցի վերջին հանգրվանն է։ ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպելու նպատակով այստեղ 1000-ից ավելի գյումրեցիներ են համախմբվել։ Ողջունելով ներկաներին, Սամվել Բալասանյանը նշում է, որ զարգացման նոր փուլ թևակողած Գյումրին այս տարի բուռն մշակութային կյանքով է ապրել։ Այսօր մենք պարզենալու տեղ ունենք, որպես մշակութային մայրաքաղաք։ Մենք շարունակելու ենք, որ մեր քաղաքը մնա մշակութային Եվ գերակա ուղղությունը պետք է լինի մշակույթը, որովհետև մենք ունենք Կումայրի արգելոց թանգարան եւ նաեւ սպորտը, որովհետև մեր կրնակին կանգնած է պարոն Ծառուկյանը։ Դա ակնհայտ երևում է այսօր այն մեքենաներն ու տրակտորները, որը այսօր մեզ համար գործ են անում։ Բացի դրանից բարեկարգվեց նաեւ մեր 7-ի 4 կողմը, իրեն ամեն ինչով։ Շնորհակալ ենք պարոն Ծառուկյան ձեր կատարած քայլերի համար։ Գյումրին իսկապես արժանի էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանը շնորհավորելով գյումրեցիներին, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Հանրապետության երկրորդ քաղաքը բազմաթիվ տաղանդավոր հայորդիներ է տվել, ովքեր անգամ երկրաշարժի արհավիրքից հետո չլքեցին հարազատ բննորանն ու շարունակեցին բարձր պահել գյումրեցու պատիվը։ Հարգելի սիրելի գյումրեցիներ, առաջին հերթին ուզում եմ իսրտե ողջունել ձեր բոլորին։ Ես այսօր այստեղ եմ ձեզ շնորհավորելու համար, որ Գյումրին համարվել է մշակութային մայրաքաղաք։ Դա մեծ պատիվ է մեզ, մեր երկրին, մեր ժողովրդին։ Մենք բոլորս էլ գիտենք, որ համաշխարհային մեծությամբ մշակույթի գործիչներ, սպորտի չեմպիոններ միշտ տվել է Գյումրին։ Եվ ես միշտ հանդիպումներին դրսում համաշխարհային սպորտային մեծ գործիչների հետ ղեկավարների հետ հանդիպելով ասում են, որ մենք Հայաստանում ունենք քաղաք, Գյումրի քաղաք, որ միշտ տալիս է չեմպիոններ։ Գյումրիում ապրում են տաղանդավոր մարդիկ։ Դա ոչ թե ասեն գլուխ գովալու խնդիր, այլ իրականություն է։ Երկրաշարժից հետո, այդ ավերվածությունից հետո նորից շարունակվում է։ Մարդիկ հավատում են իրենց, հավատում են իրենց ժողովրդին, հույս են կապում, եւ նրանք ոչ թե խնդիրներ կան, խնդիրներ կան, հեռանում են, այլ իրենց հույսն հավատ իրենց երկրում, իրենց քաղաքում են պահում։ Որ այսօր բոլորս էլ պարտավոր ենք այդ հիմնական մշակույթի ներկայացուցիչներին խոնարհվելու, որ նրանք այստեղ են։ Նրանք չեն լքել իրենց քաղաքը, իրենց մայրաքաղաքը, իրենց ծննդավայրը, իրենք այստեղ են, աշխատում են, արարում են, ստեղծում են։ Եվ ամենակարևորը, որ մենք պետք է բոլորս միասին կարողանանք դա իրականություն դարձնել, այն հույսն ու հավատ իրականություն դառնա։ Ամենակարևորը աննարին ոչինչ չկա։ Միայն հարկավոր է ցանկանալ, ձգտել, միասնական դա իրականություն դարձնել։ Գագիկ Ծառուկյանին մտահոգում է այն փաստը, որ Գյումրիում այսօր բազմաթիվ ծայրահեղ աղքատ ընտանիքներ են բնակվում։ Դա անպատվաբեր է ու ամոթալի։ Ընդհանրապես Հայաստանում եւ մասնավորապես Գյումրիում ծայրահեղ կարիքավոր ընտանիքներ տասնյակ հազարներ են, որը դա իրոք ամոթ է մեզ, եւ դա մեր խնդիրն ու խնդրեմն է, որ ոչ թե օր-օրի նայելով դա ավելանում է, որ որոշ մարդկանց համար դա սովորական է թվում, դա սովորական չի, դա ամոթ է, որ մենք պետք է կարողանանք պայման ու հնարավորություն ստեղծենք, որ այդ մարդիկ աշխատանք ունենան, գործ ունենան, կարողանան բոլորն էլ ուզում են կյանքի բարիքներից օգտվել։ Ես դեմ չեմ, կան չաշխատող մարդիկ, թող դա կազմի 2-3%, բայց այ ժողովուրդը աշխատող է, որ անպայման պետք է պայման ու հնարավորություն լինի այդ ծայրահեղ կարիքավոր մարդկանց համար, քայլ կատարվի, որ իրենք զգան մենակ չեն, որտեղ միայն արվեստ, մշակույթ, սպորտով չի, կա եւ սովորական հասարակ ժողովրդով։ Եվ չի բացառում, որ վարվա ամենալավ, ասենք թե մշակույթի գործիչը հենց այդ ընտանիքից լինի։ Օլիմպիական չեմպիոնը այդ ընտանիքից լինի, լավ զինվորը, լավ գեներալը, լավ գրողը, լավ երաժիշտը այդ ընտանիքից լինի։ Եվ դրա համար ես ասում եմ, որ ամեն մի պաշտոնյա լիարժեք գիշերը քնելուց առաջ նա պարտավոր է ինքը իր խղճի իր հոգու առաջ հաշվի նստի, ինչ է նշանակում ծայրահեղ աղքատ ընտանիք, ինչ է նշանակում, որ այսօր այդ ընտանիքը ունի հացի բացակայություն,
Ինչ է նշանակում այդ ընտանիքը այսօր ունի դեղի կարիք, կամ այդ ընտանիքը այսօր ապրում է ցուրտ բնակարանում, կամ ունի հիվանդ ծնող, կամ ունի հիվանդ երեխա։ Ամեն պաշտոնյան, հենց եմ ասում, թորի խղճի առաջ, հոգու առաջ, իր կատարած գործը ինքը վերլուծի, նոր առավոտյան գնալուց գործի, թե ինչ խղճով կգնա, կամ ոնց կաշխատի, Աստված իր է հետ, մեկը ինքը դրա համար պատասխան է տալու։ Ստեղծված իրավիճակում, սակայն միշտ պետք է հույսի նշույլ լինի, որ ամեն ինչ լավ է լինելու եւ ես մշտապես ձեր կողքին եմ, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը, բացելով ճակերտները։ Ես այսօր եկել եմ բոլորին շնորհավորելու եւ այդ ընտանիքների համար էլ, որ նրանք զգան մենակ չեն։ Նորից ես եկել եմ իրենց շնորհավորեմ եւ ուզում եմ մի հատ ուշադրության քայլ կատարել, որ իրանք մենակ չեն, հույսի քայլ, հավատքի քայլ, ապագայի քայլ, որ իրանք ոչ ընդմիշտ այդ կյանքով են ապրելու, այլ մի նոր դուռ է բացվելու, պայման ու հնարավորություն է լինելու, որ իրանք էլ կարողանան աշխատեն, ստեղծեն, ուրախանան եւ կյանքի բարիքներից օգտվեն։ Պարոն Բալասյան, ինչքան մարդ կա, որ տնակներում, դոմիկներում է բնակվում, այո։ Պարոն Ծառուկյան, ուրեմն տները փակ տնակները չհաշված 2980։ 3000, ուրեմն 3000-ի համար էլ, որը, պարոն Բալասյան, ես հիմա այստեղից դուրս գալուց կզանգարեմ, բարեգործական հիմնադրամից մինչև դուրս գամ գումարը կբերեմ, քո գլխավորությամբ, քո հետևականությամբ, որը այդ 3000 ընտանիքին ես կներկայացնեմ այդ գումարը 60 միլիոն, որ բոլորին նոր տարվա շեմին տեղ արդեղ այդ բոլորին այդ գումարը հասնի, որ նրանք զգան մենակ չեն, կա ուշադրություն, կա վերաբերում։ Գյումրեցիների անունից շնորհակալություն, պարոն Ծառուկյան, այդ լավ քայլի համար։ Րոպեներ շարունակ չդադարող բուռն ծափերն ու գյումրեցիների հուզված աչքերը երախտագիտության լավագույն վկայությունն են։ Ես միշտ պատրաստակամ եմ, ես նորից եմ ասում, մարդը պետք է իրեն նեղություն տա, որ լավ բան անի, իրեն նեղություն չտա, երբեք լավ բան չի կարող անել, ճիշտ հասկացել։ Բոլորն էլ մեր ժողովուրդն են, որը արժանի են ուշադրության, արժանի են վերաբերմունքի եւ կարեւորը, որ մարդկանց մեջ հույսն ու հավատը չկորի։ Հույսը ու հավատը եթե կորավ, արդեն անհնար է վերականգնելը, որ իմանան մտածող մարդիկ կան, ամենակարևորը միասնական դա անելու ենք եւ իրականություն ենք դարձնելու։ Եվ իհարկե մենք պարոն Բալասյանի հետ կհանդիպենք հունվարին պայմանավորելով, թե ասենք 2014 թվականին բարեգործականով ինչ ծրագրեր ենք իրականացնելու Գյումրիում։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Արվեստի ու սպորտի բնագավառներ ներկայացնող ավելի քան 70 գյումրեցի Գագիկ Ծառուկյանի կողմից նվերների են արժանանում։ Ես շատ հաջելի եւ պարտու աշխատանքը գնահատվում է եւ շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանից։ Նախատոնական այս օրերը կարծես թե շատ ջերմացան, որովհետեւ ոչ մեկը չէինք սպասում ճիշտ ասած այսպեսի անակնկալի։ Անակնկալներն են միշտ գեղեցիկ են լինում եւ միշտ ավելի ուրախալի։ Պարոն Ծառուկյանին կասեի, մենք ժողովրդական խոսք ասում են, Աստված թող քո երկար ձեռքը չկարճացնի, թող միշտ իր բարերարությամբ, իր բարեգործությամբ լինի մեր ժողովրդի կողքին։ Սիրելի գյումրեցիներ, ես ուզում եմ ձեր բոլորին շնորհավորել գալիք տարվա կապակցությամբ, ցանկանալ ձեզ առողջություն, հաջողություն, երջանկություն, հույս, հավատ ամենակարևորը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ամենակարևորը հույսով, հավատով, թող մեր բոլորի ցանկությունները իրականություն դառնա եւ Աստված պահպան լինի մեզ, մեր երկրին, մեր ժողովրդին։ Շնորհակալություն։ Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը խոստանում է, մշտապես մտահոգ է լինելու գյումրեցուն հուզող յուրաքանչյուր խնդրով ու պատրաստակամ դրանք միասնաբար հաղթահարելու։